Ինչու ԱՄՆ-ն դավաճանեց եւ մենակ թողեց քրդերին, մասնատելով նրանց ցեղասպանության Սիրիայում, եւ արդյոք սա չի արվում նրա համար, որ Թուրանի ստեղծումից առաջ քրդական հայկական հարցերը ընդմիշտ փակվեն։ Սիրիայում ես մոտիկից հետևում եմ Սիրիայի անցուդարձերին, միանշանակ չենք կարող ասել, որ Միացյալ Նահանգները ամբողջությամբ քրդերին լքեց, այդպես չի։ Բարձ է, որ դեղի ունեցավ մի գործընթաց, որը իօգուտ քրդերին չէր, դեղի ունեցավ Միացյալ Նահանգների թելատրանքով Սիրիայի քրդերի, քրդական ուժերի, քրդական զորքերի նահանջ։ Նահանջ թեպի 1 տարի առաջվա իրենց դիրքեր։ Բոլորս պիտի հիշենք, որ մի տարի առաջ երբ դեղի ունեցավ փոփոխությունները, նկատի ունեմ Ասադի իշխանության հերացման ժամանակահատվածում Սիրիայի քրդերը այդ արետից օգտվելով նրանք իրենց վերահսկողության տարածքից մի 3-4 անգամ ավելի մեծ տարածքի այսպես ասած վերահսկողություն ձեռք բերեցին։ Հա մինչև Եփրատի ափ դեռ նաև անցնելով դեպի արևմուտք։ Այժմ այնինչ տեղի է ունեցել, վերադարձել ենք մի տարի առաջվա պատկերին, այսինքն քրդերը, քրդական զորքերը, Սիրիայի քրդական զորքերը ներամփոփվել են Սիրիայի քրդական խիտ բնակչության հատվածում եւ տեղի չի ունեցել ոչ մի զինաթափում, հագարակը մենք նաև կարող ենք ենթադրել, որ այս ամեն ինչը կարող է սկիզբը լինի դարիներ շարունակ միշտ հիշադակվող անկախ Քրդիստանի ծրագրի մեկնարկին, որից այնքան սարսափում է թուրքական կողմը։ Ավելին, այնինչ տեղի ունեցավ հունվար ամսվա սկիզբից մինչ այսօր տեղի ունենում Սիրիայում քրդերի հետ կապված, դա ուղղակի կապ ունի Իրանի անցուդարձերի հետ։ Այսինքն թուրքական կողմը ունենալով մեծ մտավախություն իրանյան շուտաբույթ փոփոխություններից եւ վախենալով քրդական կորձոնի աճման հնարավորությունից նա փորձեց արիթը օգտագործել դարբեր հարցերով Միացյալ Նահանգների հետ արևդուրի մեջ մտնելով փորձեց խեղդել եւ նաեւ զինաթափել Սուրիայի քրդերին։ Նրան հաջողվեց քրդական կողմին նահանջ պարտադրել, սակայն թուրքական կողմին չի հաջողվեց քուրդական զորքին զինաթափել։ Եվ ես վստահ եմ, որ չի հաջողելու, ավելին, ինչպես ասեցի, եթե նկատենք այդ Սիրիայի քրդերին ճնշելու պատճառով համաքրդական համախմբման մթնոլորտ է այսօր աշխարհով մեկ եւ բոլոր կենտրոններից միասնապար բարձրացնում են անկախ Քուրդիստան ծրագիրը։ Դա մենք լսում ենք եւ Եվրոպաներում տեղի ունեցած միտինգներից եւ Իրաքի փաստացի անկախ Էրբիլից Քրդիստանից եւ այդ ամենից մենք լսում ենք հազարավոր քրդեր, որոնք Իստանբուլի փողոցներում այս վերջի շաբաթներին միտինգներ են անում եւ ոչ միայն Իստանբուլում։ Գուզեմ ասել, որ նաեւ այս մթնոլորտը քրդական համախմբման միավորման այս մթնոլորտը թուրքերին շատ սարսափեցնում է եւ ամենաշատ սարսափեցնողը թուրքերին այն է, որ հավանականությունը շատ մեծ է, որ Միացյալ Նահանգների այս որոշ չափով հերավորությունը, որ բահում է հարցից, քրդերից, իշահ քրդերի դիրքավորումից, հավանականությունը մեծ է, որ քրդերին գլխավոր նեցուկ կանգնող առաջիկա ժամանակներում պիտի լինի Իսրայելը։